Պարոն Իգիթյան, ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանը հայտարարում է, թե Եմեն ու ԵԱՏՄ-ն Հայաստանին պետք են այնքան ժամանակ, մինչև երրորդ տարբերակ կամ երրորդ այլընտրանք Հայաստանը դեռ չունի, եւ այսինքն ժողովուրդը ընտրելու հնարավորություն էլ չունի, ու ըստ Փաշինյանի կմնան այնքան ժամանակ, քանի երրորդ տարբերակ չի եղել։ Ըստ էության Փաշինյանը ինչ որ երրորդ տարբերակի մասին է խոսում անիրատեսական, որը թերևս դեռևս գործնականում չկա։ Ըստ ձեզ այս հայտարարությունը որքանով է, այսպես ասած, կրակ լցնում հայ-ռուսական գելարված հարաբերությունների վրա։ Կարծում եմ սա հերթական Փաշինյանի սենց խոսքերի էկվիլիբրիստիկան է, որը կարծում եմ Հայաստանում արդեն սովոր են, ուրիշ բան, որ այդքան սովոր չեն Հայաստանից դուրս, բայց արդեն գործընկերները բոլոր, Հայաստանի գործընկերները հասկանում են Փաշինյանի խոսքերը ինչպես պետք է գնահատեն։ Եվ դա գիտեք, իհարկե չունի ԵԱՏՄ-ն այդպիսի իրավական մեխանիզմ, որ երկիրը ոնց են մեծամասնությունը ոնց է դուրս հանում մի ուրիշ երկրին, եթե ինչ որ խնդիրներ կա այդ երկրի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ ԵԱՏՄ երկրները շարունակելու են նույն ձև հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, եթե Փաշինյանի կառավարությունը մնում է իշխանության եւ շարունակում է իր քաղաքականությունը։ Այս երկու քաղաքական եւ տնտեսական գծերը իրար չեն համապատասխանում։ Եվ Փաշինյանը կարծես թե շատ է ուրախացել, որ չի տեսնում այդ իրավական մեխանիզմը, բայց պետք է հասկանանք, որ ոնց որ ինքն է օրինակ ոչ իրավական մեխանիզմներ օգտագործում իր քաղաքական նպատակներին հասնելու համար, նույնիսկ կարող է դա անել ուրիշ խաղացողները։ Պարոն Իգիթյան, ըստ էության դեռևս Փաշինյանին չի հաջողվել անգամ համաձայնության գալը Ռուսաստանի հետ ապրանքների, այսպես ասած, Հայաստանից մատակարարվող ապրանքների մասով, արտահանվող ներողություն, ու այնպես է ստացվել, որ այդ սահմանափակումները օր-օրի ավելի են շատանում։ Սա ըստ ձեզ Փաշինյանին, Փաշինյանի իշխանությանը Մոսկվայից ճնշելու միջոց է, թե ամեն դեպքում սա հենց տնտեսական բնույթ կրող ինչ-որ մի բան է եւ հետո ապագայում այդ սահմանափակումները կհանվեն քաղաքական ինչ-որ գործընթացներից ելնելով։ Իհարկե, Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը այն է, որ սա ուղղակի տեխնիկական հարցեր են, բայց իհարկե տեսնում ենք, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ, Ռուսաստանում ցույց են տալիս, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը հետևանքները ունենալու եւ արդեն ունի այդ հետևանքները եւ ինչքան որ դա շարունակվի, այդքանը ունենալու է այդ հետևանքները։ Սա է։ Իհարկե, եթե որևէ քաղաքական լուծում ստանա այս հարցերի ամբողջությունը, իհարկե նաև այդ հարցերը կլուծվեն, բայց այստեղ հարցը կստացվի այդ լուծումը, թե չէ, որովհետև Փաշինյանը ինչքան էլ որ չի խոսում այն մասին, որ ինքը ուզում է մնա ԵԱՏՄ-ում եւ այլն, բայց իր վարած քաղաքականությունը ուրիշ բանի մասին է եւ Ռուսաստանին մեղադրելը բոլոր մեղքերում դա կարծես թե արդեն Փաշինյանի կառավարության sense մի լոզունգներից մեկն է դարել եւ Վալեն Սիմոնյանը, որը այդ մեղադրողներից մեկն էր, այդ սպիկերներից մեկն էր, որ միշտ այդ հենց մեղադրանքերով ելույթեր ունենում, դարել է անվտանգության խորհրդի քարտուղար, որը արդեն ավելի ուժային պաշտոն է, եթե համեմատենք իր նախորդ պաշտոնի հետ։ Իհարկե այս ամենը չեն կարող Մոսկվայում չտեսնել եւ այս պահին շարունակելու են այս քաղաքականությունը։ Պարոն Իգիթյան, ինչպես Փաշինյանի, այսպես ասած, Ռուսաստանի հետ տարվող քաղաքականության արդյունքն է տեսնում հայ ժողովուրդը, կարծես Ալիևի քաղաքականության արդյունքն էլ տեսնում է հենց ադրբեջանցի ժողովուրդը, մասնավորապես ընդամենը 3 ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են Ռուսաստանից եւ վերջին շրջանում չեն կարող չտեսնել նաեւ Ադրբեջան-Ռուսաստան այս գելարված հարաբերությունները, որը կարծես հենց Ալիևի ձեռամբ էլ այսպես ասած ավելի թեժացավ, հիշում ենք բոլորս հակառուսական հայտարարությունները, հիմա դուք գտնվում եք Ռուսաստանում, ընդհանուր վիճակը Մոսկվայում տրամադրությունները Ադրբեջանի նկատմամբ ինչպես են, արդյոք այնքան վատ են, ինչպես ներկայացնում է հայկական մամուլը։ Ինչ կարդում ենք մենք հայկական լրատվամիջոցներում։ Մի կողմից իհարկե Ադրբեջանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը ինքը զարգանում է, որևէ խնդիր այս բանին մենք չենք տեսնում։ Մյուս կողմից իհարկե կան քաղաքական խնդիրներ
եւ երկու կողմերը փորձում են իրենց դիրքերը ամրացնել, այսինքն Ռուսաստանում փորձում են եւ իրականացնում են այդ քաղաքականությունը ադրբեջանական համայնքների ղեկավարների ընդհանրապես այդ գործողությունը վերցնել վերահսկողության տակ, ով որ ուղիղ Ալիևյան ռեժիմի հատուկ ծառայությունների գործակալ է, բոլորին աքսորում են կամ փորձում են վերցնել իրենց հսկողության տակ։ Սա մի կողմից։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ռուսական փորձագիտական եւ քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք արդեն կոչ են անում Ադրբեջանի հետ վարվել այնպես, ինչպես որ դա պետք է ըստ իրենց, նաև նույն ձևով որ Ուկրաինայի հետ եւ այլը, եւ սա արդեն շատ կոշտ հարձագանք է ստանում Ադրբեջանում, մենք գիտենք, որ այս վերջի օրերին Ադրբեջանը հետախուզություն է հայտարարել մի քանի ռուս փորձագետներին եւ նաեւ չինովնիկներին, ովքեր որ նման բան են ասել, եւ արդեն ադրբեջանական մամուլում մենք տեսնում ենք կոչ չլինել կոռեկտ Ռուսաստանի նկատմամբ, շատ փորձում են նվաստացնել այդ հայտարարությունը, նվաստացուցիչ նյութեր են հրապարակվում Ռուսաստանի մասին, Պուտինի մասին, օրինակ Պուտինյան մսաղաց, այս վերջի հոդվածները, կամ Պուտինյան ակլորներ, բայց ռուսերեն դա լրիվ ուրիշ հնչողություն ունի այդ արտահայտությունը, խոսքը ռուսական բանակի մասն է, այն նման նյութեր են հրապարակում եւ նաեւ կոչ են անում ուրիշներին նման նյութեր հրապարակեն, սա այն Telegram ալիքներն են, որոնք ուղիղ Ալիևյան աշխատակազմի հսկողության տակ են գտնվում, այսինքն մենք տեսնում ենք, որ տնտեսությունը զարգանում է, տնտեսական կապերը ոնց որ առանձին են այս ամեն ինչից, բայց քաղաքական դաշտում բախումը կա, բայց այդտեղ պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Երկու կողմերը փորձում են ամրացնել իրենց դիրքերը։ Խոսքը այս բանի նրա մասին չի, որ կան այնպիսի հակասություններ, որոնք իրենք չեն կարող հաղթահարել։ Այս բանին դեռ նրա մասն է, որ կողմերը հստակեցնում են, ամրացնում են իրենց դիրքերը, որ Ադրբեջանը ուզում է ցույց տա, որ իր հետ այլևս չի կարելի խոսել այնպես, ինչպես որ նախկինում են խոսել, կամ սա է իրենց դիրքորոշումը, այսպես են ուզում ներկայացնել իրավիճակը։ Ռուսաստանում էլ պատերազմական իրավիճակից ելնելով արդեն մարդիկ սովոր են, որ շատերը սովոր են, որ հարցերը պետք է լուծել ուժային տեսանկյունից եւ Ադրբեջանում իհարկե փորձում են կանխել այս ամենը, ցույց տալ, որ ինչքանով է դա իրենց համար անընդունելի, որ ընդամենը եթե ինչ որ մեկը խոսք ասի դրա մասին, արդեն դա անընդունելի է եւ մեծ հետևանքների է բերելու։ Տեսեք, արդեն իսկ ես տեղեկություն եմ ստանում, որ Բաքուն նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի հասցեին հնչեցված ինչ-ինչ արտահայտությունների համար։ Այ ինչպես տեսնում ենք, դուք ձեր խոսքում նշեցիք, որ մամուլում, հա, ինչ որ Telegram ալիքներում է այդ դժգոհությունը, բայց արդեն դեսպանության մակարդակով ենք տեսնում, բողոքի նոտա են հանձնում։ Այս քայլերից հետո ինչին կարող ենք ականատես լինել։ Ինչ կհաջորդի։ Կարծում եմ ոչ մի բան նույն ձև կշարունակվի, ոնց որ վերջի տարիներին մենք տեսնում ենք, որ պարբերաբար այսին սրվում են հարաբերությունները, պարբերաբար Ադրբեջանը բողոքի նոտաներ է ուղարկում, հետո կարծես թե դիվանագետներին հաջողվում է այդ ամենը հարթեցնել, նստում են, բանակցում են, նոր փաստաթուղթ են ստորագրում, բայց սա երկար չի շարունակվում, նաև այստեղ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը բացի նրանից, որ փորձում է նոր իրավիճակ ստեղծի տարածաշրջանում եւ իր դիրքերը ավելի ուժեղ լինեն այդ նոր իրավիճակում, նաև այս ռետորաբանությունը, այս հակառուսական արտահայտությունները եւ այլը կարելի ասել ճակերտավոր ծախում են արևմուտքի վրա, այսինքն ցույց են տալիս, որ իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են։ Մի կողմից Ռուսաստանի հետ համագործակցում են տնտեսության ոլորտում, մյուս կողմից փորձում են արևմուտքին ցույց տալ, որ իրենք արևմուտքի դաշնակիցներն են։ Նման մի բան անում էր նաև Հայաստանի ղեկավարությունը, Փաշինյանի թիմը, բայց մենք տեսնում ենք, որ սա արդեն չի ստացվում իրենց մոտ, գուցե ինչ-որ մի ժամանակ կգա, որ արդեն Ալիևի մոտ էլ դա չի ստացվի այնպես, ինչպես որ այս բանը ունենք։